օգտվելով առիթից ուզում եմ դիմել այն բոլոր մարդկանց, ովքեր շահագրգռված են այս խնդրով, ես չեմ խնդրում որևէ մեկին ֆինանսական աջակցություն ցույց տալ։ Ես առաջարկում եմ հանուն Հայաստանի ֆինանսավորել հայագիտական, իսկական հայագիտական պրոյեկտները։ Մասնավորապես նաև քարահունջի պրոյեկտը։ Եթե կան մարդիկ, ովքեր շահագրգռված են այդ բանում, արտասահմանում լինի, թե մեր երկրում լինի, ուրեմն խնդրեմ, մենք առաջարկում ենք մեր հետ միասին այդ հարցերով զբաղվելու։ Եթե ֆիդայիններին չֆինանսավորեին, նրանք որտեղից պետք է զենք ձեռք բերեին կռվելու համար։ Վերջիվերջո նրանք փրկեցին չէ Հայաստանը վերջնական կործանումից։ Այս առաջարկը ես անում եմ բաց ճակատով բոլոր հայերին։ Եկեք միասին նպաստենք հայկական գիտության զարգացմանը։ Եվ ոչ միայն հայագիտությունում, նաև մաթեմատիկայում, նաև կենսաբանության մեջ, նաև այլ ասպարեզներում։ Այսքանը։ Շարունակենք։ Պարոն Յուրին ձեզ հարցնում է. բացատրեք խնդրեմ, թե ինչու է քարահունջը ուղղված եղել դեպի Օրիոն, հայ համաստեղության վրա, ըստ Հերոնի։ Շնորհակալություն, դա իսկապես այդպես է։ Ճիշտն ասած, ուրեմն այս հարցին ես չեմ կարող պատասխանել, ասեմ ինչու։ Որովհետև ես կարծում եմ, որ այս կառույցը, քարահունջ կառույցը, քանի որ կրկնում է Կարապի համաստեղությունը, այն ուղղված էր այնուամենայնիվ Կարապի համաստեղության պաշտամունքին։ Այսինքն, իսկ նախկինում Կարապի համաստեղությունը Հայաստանում եւ Շումերում իմիջայլոց փակներում մի անգամից նշեմ, որ հիմա շատ լուրջ հիմնավորումներ կան, որ Շումերը դա հայկական քաղաքակրթություն է եղել։ Արմեն Դավթյանը, նույն Համլետ Մարտիրոսյանը եւ այլոք ցույց են տալիս, նաեւ արտասահման թիմականներ կան, որ այդ փակարդն են հակված, որ Շումերը հայկական քաղաքակրթություն էր։ Ուրեմն ահա այս երկու երկրներում Կարապի համաստեղությունը նախկինում կոչվել է Անգրի համաստեղություն։ Ուրեմն պաշտվել է Անգրը։ Իսկապես շատ բաներ կան դրա հիմնավորման ուղղված շատ փաստեր կան, որոնք հիմնավորում են այդ կարծիքը։ Կարծիք կա, որ իրականում պաշտվել է անգեղ աստվածությունը, սա ասում է Համլետ Մարտիրոսյանը, ուրեմն իսկ Անգրի պատկերը եզերքում պաշտվել է որպես անգեղ Աստծո համանունություն։ Այս հետաքրքիր վարկածը, որը դեռ քննարկման փուլում է, ես ուղղակի ասացի, որպեսզի պատասխանեմ ուրեմն հարգելի Յուրիի ուրեմն հարցին, իսկ ինչ վերաբերում է Օրիոնին, ես ուրեմն վախենում եմ ինչ որ բան հստակորեն ասել, քանի որ ծանոթ չեմ այդ վարկածին։ Նորից կընթերցեմ, եթե ինքը համարում է, որ Հերունին այդ կարծիքն է հայտնել, կնայեմ գիրքը, ունեմ այդտեղ, կնայեմ, կգտնեմ այդ մասը եւ նորից կընթերցեմ, հավանաբար բաց եմ թողել կամ շատության չեմ արժանացրել այդ փաստը ու անձնական արդեն զրույցի դեպքում իր հետ կքննարկենք այդ հարցը։ Մեր հաջորդ օգտատերը, որ իրեն անվանել է Մերկուրի, հարցնում է ձեզ. Հարգելի պարոն Վարդացյան, նախ շնորհակալություն ձեզ ձեր կատարած ազգանվեր գործունեության համար եւ հարցս։ Ձեր հոդվածներից մեկում կարդացի, որ մեզ հասած հնագույն անգլերեն գրքի առաջին իսկ էջում գրված է, որ անգլիացիները եկել են Արմենիա երկրից։ Ուզում եմ պատկերացնել ինձ ինչպիսին է եղել Արմենիան այդ ժամանակ, որ տարածքի մասին է խոսքը, ինչպիսին են եղել այդ ժամանակի Արմենիայի բնակիչները, մարդիկ, հայերը, ասես գիծ այլ մարդիկ, գիծ հայերը։ Շատ լավ, նախ մի ճշտում անենք,
Ուրեմն ես չեմ գրում, որ անգլիացիներն են եկել Հայաստանից։ Ուրեմն անգլոսաքսոնական քրոնիկոնի մասին է խոսքը գնում։ Այնտեղ հենց առաջի պարբերություն գրում է, որ Բրիտանիա կղզու առաջի բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից։ Այո։ Բրիտները, ոչ թե անգլիացիները այլ ցեղ է, անգլոսաքսոններ են նրանք։ Ուրեմն բրիտների մասին է խոսքը։ Ուրեմն նրանք իսկապես եկել են Հայաստանից։ Դրա համար կա շատ հետաքրքիր մի հիմնավորում եւս, իթիվս այլ հիմնավորումների։ Ուրեմն 2001 թվականին, իմիջայլոց բանն այն է, որ ես Քարահունջի կառույցին ես անդրադարձել եմ հենց այդ փաստից ելնելով, այդ փաստ ուսումնասիրելով։ Ես ուզում եմ հարցնել ընդհանրապես ինչպես ծնվեց այդ գաղափարը։ Հենց դա է խնդիրը։ Ուրեմն ես գիտեի այդ մասին, որ այդ փաստը կա, վաղուց գիտեի։ Հետո ուրեմն ես խնդրեցի Կիլիկիա նավի նավապետ Կարեն Բալայանին, որ նա շրջագայության ժամանակ ուրեմն նկարահանի ինչ որ բաներ, Եվրոպայում շրջագայություն չէ, Եվրոպայի այսպես շուրջ եվրոպական այսպես ճանապարհություն կատարեցին։ Ու նրա խնդրանքով ես իրենց ուրեմն անձնակազմի համար լեկցիաներ կարդացի, որտեղ պատմում էի, թե ինչ են արել հայերը տարբեր երկրներում, ինչ ավանդ ունեն այդ երկրների զարգացման գործում։ Ու այդ լեկցիաներից էլ ծնվեց այդ գաղափարը, որ այսինչ տեղում այսինչ փաստը կա, իրենք նկարում են, հետո մենք իրար հետ համատեղ կլիպ ենք սարքում, որ փաստը ներկայացնում։ Ու այսպես ուրեմն Անգլիայում եղած ժամանակ այլև այդ բաների հետ միաժամանակ ինքը շատ բան նկարեց այնտեղ։ Ուրեմն Անգլիայում եղած ժամանակ ես խնդրել եմ, որ մտնի թանգարան, պատմության թանգարան, Անգլիայի թագավորական պատմության թանգարան եւ այնտեղ նկարահանի այդ։ Այնտեղից զանգում է, ասում է. «Վաչի, դու համոզված ես, որ այդ փաստաթղթերը գտնում թանգարանում»։ Ասում եմ, ոչ միայն համոզված եմ, ես ուղղակի դա գիտեմ, եթե ուզում ես ես կուղարկեմ հղումները ինտերնետում, որ այդ փաստաթղթը պահվում է թանգարանում։ Ասում եմ, այստեղ ասում են, թե այստեղ չի։ Ասում եմ, ստիպիր նրանց, որ հանեն ու քեզ ցույց տան։ Որտեվ ու ուղարկեցի իրեն։ Այդ սայթը, որտեղ գրված է, հենց անգլիական սայթ է։ Ուրեմն գրեց նա ու կարդաց, վերջը համոզեց, հանեցին, լուսանկարեց, ուրեմն նկարահանեց, ամեն ինչը բերեց ու մենք սարքեցինք այս կլիպը։ Ու այդ ժամանակ ուրեմն հանկարծ պարզվեց, որ կան մարդիկ Անգլիայում, որոնք ասում են, որ այդտեղ Արմենիա չի գրված։ Գրված էր Արմորիկա։ Հետո միջնադարում սխալմամբ Արմորիկան դարձել է Արմենիա։ Ես հատուկ հետազոտություն իրականացրեցի հոգեբանության մեթոդները օգտագործելով, ցույց տվեցի, որ սխալ չէր կարող տեղ ունենալ, մի քանի տարբերակներով ցույց տվեցի, որ ուրեմն բանն այն էր, որ այդ անգլոսաքսոնական քրոնիկոնը գրվել է միջնադարում։ Իսկ նրանք հենվում են եկեղեցական պատմության վրա, որը գրել է Բեդե Պատվելին։ Նրանք անգլիացի գիտնականները որոշ մասը ասում են, որ այ հավանաբար Բեդե Պատվելու մոտ, Բեդե Պատվելու գիրքը չի պահպանվել։ Բեդե Պատվելու մոտ գրված է այդտեղում Արմորիկա, Արմորիկան ուրեմն Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան գավառներից մեկի հին կելտական անվանում է, Բրետань գավառի հին ուրեմն կելտական անվանում է։ Եվ ինձ հետաքրքրեց դա։ Լավ, ասեցի, բերեք ուսումնասիրենք։ Եթե նրանք բրիտները եկել են Հայաստանից, իսկ ըստ Բրիտանիկա հանրագիտարանի
Stonehenge-ը կառուցել են բրիտները, ապա հավանաբար այդ մարդկանց նախնիները, հայաստանյան նախնիները պետք է որ այստեղ հետք է թողածները։ Այսպիսի հզոր կառույց, ինչպիսին Stonehenge-ն է, այնտեղ կառուցողները պետք է որ նույն հզորությունն ունենային նաև Հայաստանում։ Ու այս հետազոտությունը ինձ բերեց Քարաունջի կառույցի վրա կանգնեցրեց, ու ես տեսա բազմաթիվ նմանություններ։ Հենց այն միջանցքը, որ նայում է դեպի հյուսիս-արևելք, նույն միջանցքը նայող հյուսիս-արևելք կա Stonehenge-ում։ Եվ այլ բազմաթիվ էլի բաներ կան, նմանություններ կան, որոնք ցույց են տալիս, որ այդ երկու կառույցների ստեղծողները նույն մշակույթի կրողներն էին։ Ինչ որ կարելի է ենթադրել, որ ինչ-որ էվոլյուցիա, համենայնդեպս գոնե տեխնիկական էվոլյուցիա հետ գործ։ Իհարկե տարբերությունը մի քանի հազար տարի է։ Հիմա ինչ մի քանի հազար տարի, ավելի շատ է։ Եթե մենք 14000 ենք տալի, կամ 7500 անգամ տարի ենք տալիս, ապա ըստ ընդունված կարծիքի Stonehenge-ի տարիքը 4500 տարի է։ Տարբերությունը մի քանի հազար տարի առնվազն կա։ Հիմա ուրեմն կառույցի այս երկու կառույցների նմանությունը ինձ բերեց նրան, որ այո իսկապես ուրեմն այդ է նույն մշակույթի կրողներն են կառուցել այս երկու շինությունները։ Հետո ես արդեն շատ ավելի ուշ իմացա, որ 2001 թվականին միջազգային գիտնականների միջազգային խումբ, գենետիկների միջազգային խումբ, որի մեծ մասը անգլիացիներ էին, 2 հոգի կար կարծեմ հոլանդացի եւ 3 հայ, այս 9 հոգուց կարծեմ բաղկացած մի խումբ էր, գենետիկների ուսումնասիրում էին գեները, հայաստանյան բնակչության գեները։ Ես ցույց եմ տալ այսպիսի ուրեմն երևույթ կա հապլոտիպ, բանից պարզվում է, որ ուրեմն տղամարդկանց գեները անցնում են հորից որդուն անփոփոխ։ Ու հենց դրա հիման վրա կարող են որոշել այս մարդը այս մարդու հայրն է։ Հիմա, եթե այդ պահը կա, ուրեմն գենետիկները ալել են ենթադրություն, որ կարելի է հեռավոր նախապապերին գտնել, այդ հապլոտիպերի հիման վրա։ Ու ցույց են տալիս իրենց հոդվածում Human Genetics ամսագիրը, ամենահեղինակավոր ամսագրերից մեկն է այդ ասպարեզի, այնտեղ ուրեմն նրանք ցույց են տալիս, որ հայկական գեները ամենամոտն են անգլիացիների գեներին։ Այստեղ ես բերում եմ այդ հոդվածից գրաֆիկը, այստեղ իրենց Հայաստանի տարածքները բաժանման իրենց մեթոդն է, ըստ գեների։ Այստեղ ուրեմն սկատերագրամ է կոչվում, ցույց են տալիս, որ այս կարմիր շրջանակով հայկական հայաստանյան հայերի գեների բաշխվածությունն է։ Ես ցույց ենք տալիս, որ Սյունիքն ու Ղարաբաղի գեները ամենամոտն են անգլիացիների։ Հենց իրենք այդ նույն հեղինակները իրենց հոդվածի վերջում գրում են, որ այս փաստը կարող է հիմք հանդիսանալ այն վարկածի համար, ըստ որի մեծ էթնիկական տեղաշարժեր են եղել հին ժամանակներում։ Եվ այստեղից մարդիկ գնացել են անգլիական կոչվող կղզիներ։ Հա, այսպիսի մի հետաքրքիր գենետիկական հիմնավորում մեր վարկածի։ Ինչ վերաբերում է Հայաստանին, թե ինչպիսի երկիր էր Հայաստանը, այդ հարցի այդ մասին։ Դա անվերապահորեն հայկական լեռնաշխարհներ։ Արմենիա ասելով հասկանում են հայկական լեռնաշխարհը։ Ուրիշ Արմենիա ուրիշ տեղ չկա։ Համենայնպես հին ժամանակներում։ Ուրեմն բնակչությունը հայեր էին, ոչ թե ինչ որ հնդեվրոպական ցեղեր
ինչպես մեկնաբանում են հիմա այսպես կոչված հնագետները կամ պատմաբանները, նորից ասում եմ այսպես կոչված, որովհետև տրամաբանությունից զուրկ բաներ են ասում։ Ասում եմ, ինչու եք համարում, որ այստեղ տարբեր ցեղեր են ապրել։ Ասում են, այդպես է Աֆրիկայում։ Դրա համար, ասում տարածքում ապրում են տարբեր ցեղեր, որոնք իրար հետ ինչ որ հարաբերություններով կազմում են ինչ որ մի ազգ։ Ուրեմն այստեղ էլ նույն բանը պետք է լինի։ Ասում եմ, փաստ ունեք, որ այստեղ ապրել են տարբեր ցեղատեսակներ։ Չկա։ Բա ո՞նց եք ասում։ Պատասխան չկա։ Հակառակը կան շատ փաստարկներ ասելու համար, որ Հայաստանում բնակչությունը միշտ եղել է միատարր եւ հայկական այսպես կոչված արմենոիդ ցեղատեսակը այստեղ եղել է գերիշխող համենայն դեպս վերջին 6000 տարիների ընթացքում ու ամփոփող այս մասին գրում է ռուս գիտնական ռասայագետ Ալեքսեևը։ Սա փաստ չէ, որ դեմ հերքում չկա։ Ինչ տարբեր ցեղերի մասին է խոսքը։ Ասում եմ, արմենոիդ տարբեր ցեղեր, արիական տարբեր ցեղեր, հնդեվրոպական տարբեր ցեղեր։ Պարոնայք, ինչ է նշանակում տարբեր ցեղեր։ Եվ նրանք ազգակից էին եղել իրար, չէ ցեղեր են։ Հո մեկը չի եղել նեգրոիդ, մյուսը եվրոպոիդ, մյուսը մոնղոլոիդ։ Արմենոիդ են չի եղել բոլորը։ Ուրեմն նույն ցեղն է։ Խոսել են հնդեվրոպական լեզվով, նախ հնդեվրոպական լեզվով ենթադրենք։ Իսկ արդյոք ճիշտ է վերծանված նախ հնդեվրոպական լեզու։ Եվ ինչ է նշանակում նախ հնդեվրոպական լեզու։ Բերեք նայենք, տրամաբանված բերեք նայենք, այլ ոչ թե այնպես արտահայտենք կարտիկներ, որտեղ այդպես են կարծում Եվրոպայում։ Իսկ Եվրոպայում շատ սխալ կարտիկներ են եղել ինձ։ Շլիմանի օրինակը դες վառ ապացույց։ Բացի դա ասեմ, որ Եվրոպայում մինչև 19-րդ դարի վերջերը 80-ական թվականները, ընդհուպ մինչև 80-ական թվականները 19-րդ դարի համարում էին, որ հայոց լեզուն առանձին ճյուղ չի, այլ պարսկերենի մի ճյուղ է։ Հիմա եթե ես ապրեի, ասենք 19-րդ դարում կամ ինչ-որ մեկը, մասնագետ ապրեր, հայ մասնագետ ապրեր 19-րդ դարում ու սկսեր ասել, որ գիտեք հայոց լեզուն այնուամենայնիվ առանձին ճյուղ է։ Բերել դրա համար փաստարկներ։ Եվրոպայում նրան իհարկե պետք է ծաղրուտանակի ենթարկին։ Չէ, դե գավառամիտ, ինչ եք դուրս տալիս, էլի հայերը պարտենում են բան եւ այլն։ Չէ, պարոնայք, կոչ եմ անում բոլոր գիտնականներին հենվել միայն փաստարկների վրա, այլ ոչ թե ուրիշների կարծիքների վրա։ Ուրեմն մենք ցույց ենք տալիս, որ այստեղ ավելին ձեզ ասեմ, վերապատկերների վերլուծությունը ցույց է տալիս, դա արել Համլետ Մարտիրոսյանը, որ վերապատկերների ստեղծողների լեզվամտածողությունը հայերեն էր։ Շատ օրիգինալ եղանակով է արել, շատ հետաքրքիր ուրեմն տեսություն է, վերլուծություն է, ու դրա հիման վրա նա նաև ցույց է տալիս, որ ուրեմն շումերական եւ եգիպտական պատկերագրերը համընկնում են սյունիքյան ժայռապատկերների հետ։ Ակնհայտորեն, այն նա վերջերս գիրք հրատարակեց։ Կարող եք հրավիրել իրեն դեր ուրեմն կայքում ելույթ ունենալու, որտեղ նա ուղղակի ցույց է տալիս երկու պատկերները դնում է իրար կողմ, ասում է, այս պատկերը Եգիպտոսում վերծանված է, իմաստը վերծանված է, բայց ինչու է այդպես,
ոչ ոք չգիտի։ Օրինակ, բերեմ երևի մի քիչ առաջ եմ անցնում, դա Համլետ Մարտիրոսյանը կաներ, բայց սա շատ կարևոր է։ Օրինակ, եգիպտական պատկերագրերում պատկերված է թռչուն, ուրեմն անգղի նման թռչուն, որը լեշակեր է, գիշան գրեկված եմ կոչվում։ Իմաստը տեքստի վերլուծությունից իմաստը այդ թռչնի պատկերի ծնունդ է։ Պետք է ենթադրել, որ եթե գիշանգվել է, ուրեմն պետք է դա լինի, ասենք, չգիտես, մահ, օրինակ, մահվան հետ կապված։ Բայց արի ուտես, որ ծնունդ է պատկերում։ Ինչու ոչ ոք չի կարող բացատրել։ Այդպես էլ թողեցի։ Ու միայն հայերենի հիման վրա է դա բացատրվում։ Համանուն են, ուրեմն այդ թռչնի անվանումը հայերենին համանուն է այդ պատկերի իմաստի հետ։ Ցին է կոչվում այդ թռչունը հայերենին։ Ցին եւ ծին բառերը իրար շատ նման են։ Տեսեք, պատկերագրերը ո՞նց էին ստեղծում։ Դու պետք է, ասենք, ուզում ես նկարել ծառ, պատկերես ծառ։ Դու նկարում ես ծառ, եւ սա դառնում է ծառի պատկերագիրը։ Եթե դու նկարում ես բաժակ, դա նշանակում է բաժակի պատկերագիրը։ Բայց ինչպես պատկերել abstract հասկացությունները։ Ասենք օրինակ հենց ծին հասկացություն, ինչպես պետք է պատկերել։ Ծնունդ հասկացությունը կամ Աստված հասկացությունը, ինչպես պետք է պատկերել։ Ուրեմն ըստ առաջարկված տեսության Համլետ Մարտիրոսյանի կողմից օգտագործվում էին համանունները, պատկերում էին մի առարկա կամ մի օբյեկտ, որի անունը նույնն էր այդ abstract հասկացության հետ։ Տվյալ դեպքում պատկերել են ցին թռչունը, որպեսզի նշեն ցին հասկացությունը։ Կամ պատկերում էին այդ, որի հին հայերեն անվանումներից մեկը դիգ էր, դիգ, եւ այդ պատկերով նշում էին Աստծո հասկացությունը, որտեղ հին հայերենում Աստվածը կոչվում է դիգ։ Այս ամենը նա շատ ավելի լավ կներկայացնի, ես ուղղակի նշեցի այն բանը, որ այստեղ միշտ այս տարածքում ապրել են հայերը անհիշելի ժամանակներից, ես վախենում եմ թիվ ասել, բայց Համլետ Մարտիրոսյանը նշում է մի քանի տասնյակ հազար տարի եւ հիմնավորում է դա, հենց այնպես չի նշում, հիմնավորում է, կարող է հիմնավորում է։ Ես ասում եմ, որ այստեղ մեզ մոտ եղել է պետականություն առնվազն 14000 տարի առաջ։ Ավելին դες ասեմ, Արևմտյան Հայաստանում գտնվել է կառույց Պորտասարը, Գյոբեգլի թեփեն, թուրքացված անվանումը, եւ նրա ստեղծողը Կլաուս Շմիդտը, ուրեմն կառույցը թվագրում է 12000 տարով։ Մենք մեր մեթոդներով թվագրում ենք կառույցը 18000 տարի, բայց ենթադրենք, թե Կլաուս Շմիդտը ճիշտ է ասում, 12000 տարի է։ Հենվենք նրա կարծիքի վրա։ Ուրեմն 12000 տարի առաջ հայկական լեռնաշխարհում պետականություն է եղել, ինչը ուղղակի հեղափոխություն է առաջացրել պատմագիտության մեջ։ Մտածող իսկական գիտնականները արտասահմանում համարում են, որ մենք պետք է փոխենք մեր պատկերացումները մարդկային քաղաքականության զարգացման մասին, կոնկրետ թե որտեղ է առաջացել առաջին պետականությունը։ Դա շատ կարևոր է, շատ կարևոր է, որտեղ պետականություն նշանակում է հասարակության բարձր զարգացածության աստիճան, որտեղ հասարակության տարբեր շերտավորումներ կան իրենց ֆունկցիաներով տարբեր, եւ գիտությամբ, եւ ռազմի, եւ ուրեմն կրոնի, եւ այլն եւ այլն։ Սա շատ լուրջ հեղափոխություն է առաջացնում։ Ուրեմն
ահա հիմա արդյոք դա կապվում է հայերի հետ։ Հա հարց կարող են տալ, չէ՞։ Մենք գտել ենք ուղղակի նույնություն հայկական կառույցի, քարահունջի եւ Պորտասարի միջև։ Հիմա ես դες այն ցույց կտամ։ Պորտասարը մի հսկայական կառույց է, որը 20 տարի արդեն պեղվում է եւ պեղվել է ընդամենը երևի 5-6%-ը։ Թուրքերը դրա համար ոչ մի բան չեն խնայում, տարածքը շրջապատել են բանակային ուժերով, օրը 2-3 խումբ միայն իրավունք ունի մոտենալ կառույցին, 70 մետրից ոչ ավելի մոտ։ Եվ պեղումներ է իրականացնում Կլաուս Շմիդտը։ Հիմա տեսեք, այստեղ քարեր կան, հսկայական քարեր կան, օրինակ սա, որտեղ պատկերված են կենդանիներ։ Այս քարի վրա պատկերված է անգղ։ Եթե նկատում եք, նրա թևերի բացվածքը ասիմետրիկ է։ Եթե մենք տեղադրում ենք քարահունջի կառույցը այս անգղի պատկերի վրա, հիշենք, որ ուրեմն կարապի համաստեղությունը կոչվում էր անգղի համաստեղություն, ապա այն լիովին համընկնում է այս պատկերի հետ։ Մենք ենթադրեցինք, որ այս քարի վրա պատկերված է ոչ թե ուղղակի կենդանիներ, այլ աստղային երկինքը անգղի համաստեղության շուրջ։ Եվ իսկապես այդպես է։ Հիմա ես քանի հատ են թվում։ Քարերը շատ են ու դեռ լրիվ բացված չեն, դրա համար թիվը չեմ կարող հստակ ասել։ Այստեղ մենք ներկայացնում ենք այս քարը եւ կողք աստղային երկինքը, որ ստացված է ստելարիում ծրագրով։ Տեսեք, այստեղ կարապն է, ու ժամանակակից համանուն կարապն է, այստեղ անգղ է։ Նրանից ներքև աղվեսի համաստեղությունն է, այստեղ աղվես է պատկերված։ Այս քարը փակում է նկարում, այստեղ աղվես է պատկերված։ Շատ անբնական տեսքով, ուղղահայաց կանգնեցված, ոչ մի որսոր այսպես չէր պատկերի։ Ուրեմն բանը աղվեսին, հա։ Նրանից ներքև արծվի համաստեղությունն է, այստեղ արծիվ է պատկերված։ Ուրեմն այստեղ պատկերված է մի թռչուն, փոքր թռչուն ու էլի անբնական տեսքով։ Նրան համապատասխանում է համաստեղություն, քնարի համաստեղություն, տեսեք չափերը լրիվ համընկնում են, տեսնում եք, պատկերների եւ համաստեղությունների։ Ուրեմն քնար համաստեղության անվանումը հունական անվանում է։ Մինչդեռ նրա ամենավառ պայծառ աստղը Վեգան արաբերեն նշանակում է ընկնող թռչուն։ Եվ իսկապես այստեղ պատկերված է թռչուն անբնական տեսքով։ Հանրաբար ընկնող թռչուն է։ Մենք ցույց տվեցինք, որ այս քարի վրա պատկերված է աստղային երկինքը։ Բոլորին վերջերս 3 չառաջի օրը, ուղղակիորեն 3 չառաջի օրը ինձ հետ կապնվեց Գերմանիայում ապրող հայ ուրեմն մշակութաբան Արամ Մկրտչյանը, որը ծանոթ էր իմ աշխատանքին, այս վերջին բացահայտման մասին նա չգիտեր։ Նա գիտեր նախորդ բաները եւ ինչ որ ճշտող հարցեր էր տալիս քարահունջ կառույցի վերաբերյալ։ Զրույցի վերջում ես ասացի, գիտես, նա հիշատակեց Պորտասարի կառույցը, ինչ որ բաներ էր ասում այդ մասին։ Ես ասացի, գիտես, հա ուզում էր ինչ որ դեպով կապեր Պորտասարի կառույցը քարահունջի հետ մշակութային առումով։ Ես նրան ասացի, գիտես, որ ուրեմն ես ցույց եմ տալիս ուղղակի նույնություն այնտեղ պատկերվածի եւ քարահունջի միջև, ու ինչ հետաքրքիր է եւ այլն, ես կարճ ասեցի նրան, ուղարկեցի այս հոդվածը իրեն, որ նա նայի,
ուրեմն եւ նա խոսքի մեջ հետեւյալ բանն ասեց. ասում է ես ծանոթ եմ Կլաուս Շմիդտի հետ, այսինքն այս կառույցի պեղողի հետ, ուրեմն զեկուցումներից մեկի ժամանակ Արամ Մկացյանի խոսքերն եմ կրկնում, նա ասեց, որ ես մոտեցա Կլաուս Շմիդտին եւ ասեցի, ինչու եք դուք անընդհատ ասում անհասցե այս կառույցի ստեղծողների մասին, Անատոլիայում ստեղծված կառույց։ Վերջինս որ դա մի ժողովուրդ է եղել, որը պետք է ինչ որ բան կառուցը, ինչ որ իրենց բան ներկայացնել, ով էր այդ ժողովուրդը, չեք ուզում ուսումնասիրեք բան եւ այլն։ Կլաուս Շմիդտը նրան ասել է հետեւյալը. ես հասկացա ձեզ։ Նորից եմ կրկնում, Արամ Մկացյանի խոսքերն եմ ասում։ Նա մեջ բերում էր Կլաուս Շմիդտի ուղղակի խոսքը։ Ինչու եք ստիպում, որ ամեն ինչ ես անեմ։ Մի բան էլ դուք արեք։ Նա ուզում էր ասել, կարող եք կապեք այդ կառույցը հայկական մշակույթի հետ։ Խնդրեմ, սա կապող օղակ է։ Մեկ, ուրեմն վերջերս ռուսական հեռուստաալիքներից մեկով ցույց էին տալիս ֆիլմ Պորտասարի մասին, հենց Գյոբեգնի թեփերի մասին, այս կառույցի մասին։ Ու շատ լավ ֆիլմ էր, փաստագրական, ներկայացվում էր կառույցը եւ մի հետաքրքիր բան ներկայացվեց։ Քարտեզ ցույց տվեցին, Պորտասարը գտնվում է Ուրֆա քաղաքի մոտ, այսինքն ժամանակակից Սիրիայի սահմանից 40 կիլոմետր հյուսիս։ Դա հայկական լեռնաշխարհի հարավ արևմուտքն է, որ կոչվում էր հայկական Միջագետք։ Ուրեմն այնտեղ լավ ներկայացվեց կառույցը եւ մի այսպիսի էպիզոդ կար, ցույց են տալիս հետեւյալը, քարտեզի վրա մի այսպիսի օվալ նկարվեց եւ կապեց այս կառույցի մշակույթը Պաղեստինում գտնված մի քաղաքի հետ, Երեխոնի հետ, որի տարիքը 10,000 տարի է։ Միայն տարիքի վրա հենվելով նրանք կապեցին այս երկու կառույցները։ Ճիշտ են արել։ Կառույցը իսկապես կապ ունի։ Այստեղից այդ մշակույթը գնացել Պաղեստին։ Բայց մեր կարծիքով շատ ավելի խորն է կապերը հայկական լեռնաշխարհի հետ։ Այդ ուրեմն օվալը ես կսարքեի հորիզոնական եւ կկապեի քարահունջը, Սյունիքի մշակույթը այդ կառույցի հետ։ Այսպիսի օվալավեր մի բան ցույց կտայի եւ մի բան էլ ասեմ։ Ուրեմն Պորտասարի կառույցը, որտեղ ակնհայտորեն անգղի պաշտամունք է եղել, չէ՞, անգ է պատկերված եւ անգղի համաստեղությունն է։ Այս կառույցը շատ մոտ է գտնվում միջնադարում հայկական իշխանական տոհմերից մեկի տարածքին։ Տուն Անգեղիա։ Այսինքն եւ տարածքային առումով կապեցինք հայկական մշակույթի հետ եւ ժամանակային առումով էլ մինչեւ միջնադար այդ պաշտամունքը հասել է։ Այսպիսով այս կառույցը տիպիկ հայկական մշակույթի արգասիկ է։ Երբ ես իմ ծանոթ որոշ դագերների հետ լուծում եմ, ասում են ինչու չեք գնում, ուսումնասիրեք։ Դե գիտես, սկսում են լողալ, բան եւ այլ, ասում եմ, ախր սա մեր հայրենիքն է, ախր սա մերն է, ինչու չեք տեղ կանգնում։ Դրան հակառակ թուրքերը անցյալ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել էր աստղագիտության տարի, ի պատիվ ուրեմն Գալիլեո Գալիլեի կողմից առաջին աստղադիտակի ստեղծմանը։ Այդ տարի 2010 թվականին թուրքերը երկու ցուցահանդես բացեցին
մեկը Ֆրանսիայում, մեկը ԱՄՆ-ում, հետևյալ վեկտորությամբ թուրքական աստղագիտական ժառանգություն։ Երբ ես ասում եմ այս մասին, այստեղ ծիծաղում են մարդիկ, բայց ոչ թե պետք է ծիծաղել, այլ պետք է լաց լինել, որտեղ սա ուղղակի գողություն է մեր մշակույթի։ Դե հիմա փաստորեն, իսկ մեր պատմաբանները, մեր հնագետները ոչինչ չեն անում այս անարդար գողությունը արգելափակելու համար։ Ստիպված մենք գիտության, հայագիտության ֆիդայիններս դրանով պետք է զբաղվենք։ Ինչպես պատերազմի ժամանակ առաջին համաշխարհային ֆիդայիններն էին, փող էին հավաքում, քրդերին էին վճարում, որպեսզի իրենց մոտից հայ որբերին գնեն ու բերեն Հայաստան։ Հիմա մենք մնելու ենք մեր կառույցները, մեր մշակույթի արգասիքները հետ բերենք Հայաստան, հայկականացնենք, ցույց տանք նրանց հայկականությունը։ Հա, սա է դարձյալ։ Այսքան շարունակենք երևի։ Պարոն Վարազյան, դուք շատ հետաքրքիր կարելի ասել ունիկալ մի մասնագիտության դեր մարդ եք, բայց այդուհանդերձ հետաքրքիր է իմանալ, թե ինչպես կյանքը բերեց ձեզ հասցրեց այն պահին, որ դուք սկսեցիք ուսումնասիրել թե կարաունջը եւ թե այդպես հետաքրքիր ֆիլմեր նկարել։ Ուրեմն, գիտեք, Պուշկինը շատ հետաքրքիր միտք է արտահայտել, շատ լավ միտք է։ Ասում է, բանաստեղ դու կարող ես չլինել, բայց քաղաքացի պարտավոր ես լինել։ Հիմա, երբ ես փոքր էի, դպրոցում էի, ես լավ էի սովորում դպրոցում ու բոլոր առարկաները շատ լավ գիտեի ու ուրեմն ամեն ինչ հետաքրքիր էր։ Ու պատմությունը ինձ հետաքրքրեց նրանով, որ դասագրքում մի բան էր գրված, իսկ իմ ծնողները, իմ քեռիները լրիվ ուրիշ բան էին ասում, ոնց թե։ Օրինակ, իմ հայրը ասում էր, որ գիտես, հայկական տարածքները Թուրքիային ատվել Լենինը։ Ինչ 70-ական թվականին խորը սովետական միություն էր։ Այն դեպ բանն ասում էր։ Ես ապշել եմ ոնց թե։ Ամենք այդքան պաշտում ենք հոկտեմբերից պիոներ եւ այլն։ Բայց հանգարտ այդպիսի բան։ Քերիս ինձ պատմում են Նվդեշկի մասին։ Թե ինչ խոշոր մտածող, ինչ խոշոր ռազմական գործիչ է եղել։ Դասագրքերում չկար այդ մասին գրված, բայց ինչ հաշիվ։ Ինձ հետաքրքրեց, իսկ ինչու է այս տարաձայնությունը։ Ու այն ժամանակվանից ես սկսեցի պատմական, մասնագիտական գրքեր կարդալ։ Լավ հիշում եմ, օրինակ, կարդացի Եսայան հեղինակի գիրքը, որ կոչվում է Կավկասский фронт 14-18 годов։ Կովկասյան ռազմաճակատը 14-ից 18 թվականները։ Ու այնտեղ ես մի բան կարդացի, որ ինձ ցնցեց։ Այդ ժամանակ ես 13 տարեկան էի։ Ցնցեց։ Այնտեղ նա նկարագրում է, թե ինչպես են ռուսական զորքերը իրենց չհիմնավորված մանևրներով հետո առաջով նպաստում թուրքերի կողմից հայերին կոտորելու։ Մասնավորապես այդ պատճառով Անդրանիկը իր խաչը, մետաղյա խաչը, որ ստացել էր հերոսության համար ռուսական ցարի, վերցնում շպրտում է ռուս գեներալի ոտքերի առջև։ Սի փաստ կար։ 1970 թվականին ես 6-րդ դասանում էի։ Պատի թերթը հրատարակեցի ապրիլի 24-ի կապակցությամբ, որտեղ այդ փաստը նշել էի։ 6-րդ դասարան։ 6-րդ դասարան։ Ինչ որ միտեղ մեր մոտ
Հավանաբար հիմա երևի սա իմ հայրական տունն է, եթե փորփրեմ երևի գտնեմ այդ պատի թերթը այնուամենայնիվ պահպանված կա։ Ես իմ լավ ընկեր ունեի, որի պապը Անդրանիկի զինվորն էր եղել։ Ինքը շատ լավ նկարում էր այդ տղան։ Երկուսը ինքը ես ասացի ինչ պետք է նկարի, ինքը նկարեց Կոմիտասի գժված պատկերը Խանջյանի նկարով կա։ Սա եւ ուրեմն ես գրեցի տեքստը, ուրեմն որտեղ նշում էի, որ այսպես ռուսական բանակը հետ ու առաջ էր անում, որով նպաստում է ցեղասպանությանը։ Ու կպցեցի պատին։ Սկսվեց միահավորություն, տնօրենը եկավ, դերն հայտնել են, որ վաճկն է արել։ Եկավ իմ մոտ, մեր դասարան մտավ, ով է արել, ասացի ես եմ արել, դու մենակ չես արել, ով է արել, քո հետ, ասի ես մենակ եմ արել։ Վերջը տարավ իմ իր կաբինետ, սկսեց մշակել ու եղելվանալ։ Ես ասի ես ինձ ոչինչ չեմ հորինել, գիրքը կա, խնդրեմ, կաղնդեր, կարդացեք ինձ հետ կարդացեք։ Որ ասացի, որ գիրքը կա, որտեղ այդ մասին գրված է, նա հանգստացավ մի քիչ, բայց ասեց պետք է հանես։ Լավ է, որ անցավ հան։ Չի ասի չեմ հանում։ Մի շաբաթ դիմնա։ Վերջը եկանք փող համաձայնության, որ Միջանցքից, դպրոցի Միջանցքից պատի թերթ հանում, կպցնում եմ մեր դասարանում։ Ու մի շաբաթ պետք է մնա։ Միջալոց դպրոցի տնօրենը պատմության, հայոց պատմության ուսուցիչ էր։ Իր սրտից էլ էր ամեն ինչը գալիս, դրա համար այդքան խիստ չմոտեցավ ինձ։ Ու համաձայնվեց, որ լավ, դեր դասան թող կպատմնա։ Դրանից հետո մեկ շաբաթվա ընթացքում դպրոցի ուսուցիչները ուրեմն հերթապահություն էին սահմանել ու ամեն ուրեմն բանի ժամանակ, ընդմիջման ժամանակ երկու հոգով գալիս էին ու այդ պատի թերթը ընթերցում։ Մեր դասարան։ Այսի բան կար։ Ու այդ ժամանակվանից իմ մոտ հետաքրքրություն առաջացավ ու ես ասացի ես պետք է անարդարությունը ուղղեմ։ Այն ժամանակ ու սկսեցի հետաքրքրվել Հայաստանով, հայոց պատմությամբ, խորացա, գրքեր էի կարդում, բան եղել, բայց ու ես ինձ այն ժամանակ հարց տվեցի։ Այս այն ամենակարևոր հարցը ես տվեցի այն ժամանակ։ Լավ, մեզ ջարդել են, կոտորել են, ես են արել, գողացել են եւ այլ, բայց մեր տարածքները գողացել են եւ այլն։ Լավ իսկ արժի, որ ես իմ կյանքը նվիրեմ այդ բանին։ Արդյոք մեր ազգը այդքան լավն է, որի համար ես իմ կյանքը նվիրեմ այդ խնդրին։ Ու այս հարցին ես սկսեցի մտածել։ Իսկ ոնց է որոշելու, որ մեր ազգը լավն է կամ վատն է։ Ու սկսեցի ինձ համար մի եզրակացություն արեցի այն ժամանակ։ Լավ ասում եմ, իսկ ոնց ենք իմանում, որ այս մարդը լավն է, թե վատն է։ Իրա կատարած գործերով, իրա մտածելակերպով, իր վերաբերմունքով ուրիշ մարդկանց նկատմամբ, չէ՞։ Հիմա ու այդ բանը տարածեցի ազգերի վրա։ Ինչպիսի մտածելակերպ ունի մեր ազգը։ Ինքը ուրիշ ազգեր նվաճել է, ուրիշ ազգի կոտորել է։ Եթե կոտորած լիներ, ուրեմն կարելի է ասել, լավ, հիմա մենք կոտորել ենք, մեզ էլ կոտորեցին։ Պարզվեց, որ չի կոտորել մեր ազգը, ոչ մի ուրիշ ազգ։ Ոչ մեկից տարածք չի խլել։ Այս տարածքները Աստծո կողմից է մեզ տրված եւ այստեղ է ձևավորվել մեր ազգը։ Ուրեմն սա մերն է, ի սկզբանե մերն է։ Այն ժամանակ ես կարդացի մի գրքում, որ մեծամորում գտնվել է աշխարհի հնագույն մետաղաձուլարանը։ Այն սարմացրեց, ուրեմն այսպիսի գործեր են կարել։ Ու սկսեցի, տեղից սկսվեց իմ հետաքրքրությունը։ Փաստեր, որոնք հիմնավորում էին ամեն մի փաստը նորից ու նորից հիմնավորում էր հայ ազգի մեծագույն
ուրեմն ավանդը համաշխարհային քաղաքության զարգացման գործին եւ համամարտկային մշակույթի գանձարան։ Դրանով է ի վերջո որոշվում ավելի լավ կամ վատ լինելը։ Ու ես տեսա, որ անասելի ահռելի մեծ է դա այն փաստերի հիման վրա, որոնք ես փնտրում ու գտնում էի ամբողջ կյանքում։ Ու այստեղ ինձ շատ օգնեց մի հետաքրքիր մարդ, Սերգեյ Հարությունյան անունով։ Սերգեյ Հարությունյանը ժամանակին աշխատել է Իտալիայում սովետական դեսպան։ Դեսպանության մշակութային գծորդն էր։ Եվ նա իր գործերը անելու համար հավանաբար նա զբաղվում էր նաև հետախուզական աշխատանքով, դա ընդունված է այդ ասպարեզում։ Նա իր համար լեգենդ էր հնարել եւ ամենտեղ ասում էր, որ ես հետաքրվում եմ զուտ անձնական հետաքրություն ունեմ հայերի թողած հետքերի մասին, ուզում եմ իմանալ հնարավորին չափ շատ, մասնավորապես Իտալիայի տարբեր քաղաքներում։ Ու դա նրան հնարավորություն էր ընձեռում ազատ, համենայնպես այդ լեգենդի ներքո ազատ շրջագայել Իտալիայում եւ ինչ որ իր հետախուզական ինչ որ գործեր անել։ Ու նա այնքան փաստ էր հավաքել, մասնավորապես հայերի ուրեմն կատարած մեծագործությունների մասին Իտալիայում, օրինակ Իտալիայում, հետո Եվրոպայում էլ նա հավաքեց իհարկե։ Ու շատ բան ես իր ամոթից կարդացի, հետո շատ բան ես գիտեի, բայց իր ասածներից էլ ես շատ բան վերցրեցի, ու ես նրա անունը չեմ կարող չհիշատակել։ Օրինակ, ես նրանից իմացա, որ Իտալիայում հուշարձան կա, որի վրա գրված է իտալերենից մոտավոր թարգմանությամբ։ Իսկ ոչ թե իտալերենից, այլ լատիներենից։ Իտալիան ազատագրվել է Մերսես հայի շնորհիվ 6-րդ դար։ Ես սկսեցի ուսումնասիրել այդ մարդու կատարածը։ Տեսա, որ մի հրաշք գործ է արել, հրաշալի բաներ է արել, անասելի մեծ գործ է արել։ Այնպիսի դաս է տվել Եվրոպային ու լատինացիներին, իտալացիներին, որ նրանք ուղղակի չէին էլ պատկերացնում այդ մասին։ Նա արեց այն, ինչ արեց Սասունցի Դավիթը, երբ փախտեց Մսրա զորքին։ Այսինքն նա վարվեց տիպիկ հայկական մտածելակերպին համահունչ, որտեղ էպոսը մեր բանն է, չէ՞, մեր ազգի մտածելակերպի ուրեմն այսպես բյուրեղացված դրսևորումն է, չէ՞ որտեղ նա էպոսը պատմվում է հորից որդուն, ուսուցիչ աշակերտին, վերանացին։ Հիմա պատկերացնենք, որ ասենք ինչ որ մեկը ուսուցիչ որոշեր, դե հիմնական գյուղացիներ էին, չէ՞, բանանողը, փոխանցողը։ Մեկը որոշեր, որ լավ է, ինչ հիմարություն է արել այս Դավիթը, Մսրա զորքին հաղթեց ու հետ ուղարկեց, տուն ուղարկեց։ Կարա չէ գերի վերցներ, գոնե հարկ դներ վրան, լավ փող կգա, չէ՞, մեզ։ Չէ, նա ասեց գնացեք դեր ճանապարհ, դեր վերադարձեք դեր հայրենի հողը Մսրա, չէ՞, այդպես ասեց, ճիշտ է։ Ու ոչ մի պատում չունենք, որտեղ նման բան լինի։ Որտեղ եթե մարդ գտնում է, որ Դավիթը հիմարություն է արել, իր տղային իր տեսակետով ճիշտը կասեր, որ իր տղան էլ նման ձևով վարվեր ասել։ Ուրեմն եթե ոչ ոք նման բան չի արել, ուրեմն բոլորը համարել են, որ Դավիթը վարվել է միակ ճիշտ ձևով։ Ուրեմն դա մեր մտածելակերպի բյուրեղացված արտացոլումն է։ Ուրեմն նույն բան արեց Մերսեսը։ Նա Բյուզանդիայի արխիստրատեգն էր, Բյուզանդիայի կայսրը զորք տրամադրեց իր արխիստրատեգին, նա գնաց ազատագրեց Իտալիան գոտերից, գերմանական ցեղերից, որոնք ուղղակի կործանեցին իտալական ամբողջ մշակույթը։ Ու երբ նա գրավեց, ազատագրեց Իտալիան, իտալացի արիստոկրատիան պահանջեց, որ գոտերի, ես դիտավորյալ եմ դա ասում, որտեղ նրանց այն ժամանակ իրական անվանումը գոտ էր, հետո თ դարձավ գոտ, դա ասելու պատճառը նաև այլ է, որի մասին ես հիմա չեմ խոսի։ Իտալիայի արիստոկրատիան պահանջեց, որպեսզի գոտերի արիստոկրատիային խաչեն Ափիան ճանապարհի վրա, ինչպես դա ընդունված էր իրենց մոտ։ Հիշում եք Սպարտակի ավտամությունները փախտեցին, ամբողջ Սպարտակի զորքը խաչեցին Ափիան ճանապարհի վրա, չէ՞։ Դա իրենց մոտ ընդունված ձև էր։ Ու նրանք ապշեցին, որ Մերսեսը արգել է դա անել։
Նրանք հետո նրանք պահանջեցին դե լավ չենք խաչում, գոնե գոտերին ստրկացնենք։ Բերեք ստրկացնենք, որ գոնե մեր ծախսերը հանենք, քանդել են, հիմա ստիպենք թող կառուցեն, բան եւ այլ եւ այլ։ Դա էլ նարք է։ Ու իր զորքի պաշտպանության ներքո ամբողջ գոտական բնակչությանը, ով եկել էր Իտալիա, ուղարկեց ցենց ծովի ափով, ուղարկեց իրենց հայրենիք։ Սա մի բան էր, որ տեսնված չէր Իտալիայում ու Եվրոպայում։ Ու օրինակ Իտալիան Եվրոպայի կենտրոնն էր, հաղթության կենտրոնն էր։ Ապշել էին ուղակի, էս ինչ անում ես մարդ։ Բայց սա մարդասիրություն էր։ Ու նույն վարկը դրսևորում էին հայ ֆիդայինները, երբ կռվում էին Ղարաբաղում։ Հիշեք, կանաչ գոտի էինք բացում, որ բնակչությունը դուրս գա։ Նույն բանը արեցին արիացիները, որոնք նվաճեցին Հնդկաստանը։ Ռամը արիացիները եկան Հնդկաստան Հայաստանի, դա երկար պատմություն է, չբացատրեմ, ուղղակի փաստն եմ նշում։ Ռամը նոր օրենքներ տարածեց ուրեմն բանում Հնդկաստանում եւ ինչպես գրում է Էդուարդ Շուրեն, ասում է Ռամը նոր օրենքները գրեց իր ժողովրդի մտածելակերպին եւ իր ժողովրդի ավանդույթի հիման վրա եւ այդ օրենքները տարածեց ամբողջ Հնդկաստանում մեկ։ Իսկ գիտեք որ օրենքներ։ Առաջին մի քանի օրենքներ կար։ Առաջին օրենքը հետեւյալն է. հաղթողը եւ պարտվողը իրավահավասար են։ 18-րդ դար մեծ թվականից առաջ պարոնայք։ Մինչև հիմա այդպիսի բան կա։ Տեսնում ենք Ամերիկան նվաճում է Լիբիան։ Տեսանք ինչ արեցին։ Ում էին պաշտպանում եվրոպացիները Լիբիայում։ Տեսանք ինչ տեղ ունեցավ, երբ նրանք հաղթեցին Քադաֆին։ Տեսանք, ակնհայտ տեսանք։ Տեսանք ինչ էին անում Անգլիան, Ֆրանսիան, Ամերիկան, Գերմանիային, երբ հաղթեցին երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ստրուկներից ավելի վատ վիճակում էին գտնում գերմանացիները այնքան ժամանակ, մինչև Ստալինը չսկսեց զարգացնել ԳԴՌ-ը ու վտանգ առաջացավ, որ վատ ապրող ուրեմն ԳՖՀ-ում բնակչությունը կսկսի գնալ դեպի ԳԴՌ-ը, սովետական տարածք։ Ու դրա համար ստեղծվեց Մարշալի պլանը, որի համաձայն սկսեցին Գերմանիան զարգացնել։ Ի հակակշիռ Ստալինի կողմից ԳԴՌ-ի կենսամակարդակի բարձրացման։ Միայն ի հակակշիռ։ Իսկ իրականում այնտեղ ես կարդացի այդ մասին գիտական հոդված կար, թե Գերմանիայում ինչ էր տեղ ունենում մինչև 47-48 թվականները։ Ստրուկից ավելի վատ վիճակում էին գերմանացիները։ Ստրուկից ավելի վատ վիճակում։ Այնպես որ այդ մտածելակերպը, որ ունենք մենք հայերս, որ դրսևորվել է տարբեր ժամանակներում ու դրսևորվում կոնկրետ պատմական անձանց մոտ ու դրսևորվում է նաև մեր էպոսում։ Ուրեմն սա մեր մտածելակերպն է։ Մեր վերաբերմունքը այլ ազգերի նկատմամբ։ Սա է ամենակարևորը։ Ու այս ամեն ինչից ելնելով ես ասացի, այո, մեր ազգը, այսպես ասենք, որ ոչ ոք չնեղանա, ոչ մեկին չի զիջում, ոչ մի ազգ մեզանից լավը չի։ Ու եթե օրինակելի լինենք, օրինակ ծառայելու համար լինենք, ես կվերցնեմ միայն մեր ազգին, մեր մշակույթը ինձ համար օրինակելի է։ Եվ նույն բանը գրում է Պարուս Սևակը իր մենք բանաստեղծության մեջ։ Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, մենք մեզ ոչ մեկից չեն գերադասում, սակայն մենք էլ պիտի ընդունենք, որ մենք, միայն մենք արարատուն ենք։ Ու վերջում այդ բանաստեղծության մեջ նա գրում է. Եվ ինչու պիտի չհպարտանանք, կանք պիտի լինենք ու դեռ շատանանք։